Գշարնագենք մեր արակներու շարքը եւ այսօր պիտի սերդենք ծորեններու եւ որոմներու արագը, որ գտնվի Մատթեոս ավետարանին 13:24-ին 30 համարներու մեջ։ Հարցումով սկսեմ եւ տեսնենք թե ուր գտանի մեզի այս արագը։ Արդյոք ամեն մարդ, որ եկեղեցի կհաջախե, երկինք պիտի երթա, ինչ կխորիկ պատասխանը պիտի լադոր։ Եթե այսօր հիմա այս ժողովի ժամանակ հապշտակությունը լար, ես պիտի ուզեի, որ ամենքս ալ հապշտակվեինք, բայց կխորիկ թե այդ մեկը իրականություն է, ինչ կխորիկ։ Պատասխանը շատ թրական չի գնարելա։ Պիտի պապակեի, որ ասրա բոլորովին բարբվի, բայց այս արագը երբ որ գարտանք, մեզի գսե թե պատասխանը այնպես չէ։ Պիտի լան անցիկ, որ պատրաստ պիտի չլան։ Այս արագը շատ բարձ արագ մնե, բայց շատ խորունկ ճշմարտություններ կան մեջը եւ մեզի կսորվեցնեն իրականի եւ գեղձի հետ կապված ինչ է դարբերությունը։ Հողակորձ մգար գսե, որ լավ հողի մեջ լավ հունդեր ցանեց։ Բայց մինչ կքնանար գսե, չարը թշնամին եկավ եւ որոմներ ցանեց։ Ծորեններու մեջ որոմներ ցանեց։ Եվ ինչ են այս որոմները։ Որոմները թունավոր վնասագար խոդեր են, որ շատ գնմանին սկզբնական աճման մեջ շատ կնմանին ծորեններուն, բայց գրնան մեգումը թունավորել եւ անորուդե գրնա սիրտը խառնվիլ, իր immune system-ը խանգարվիլ եւ մինչեւ նույնիսկ գրնա մահվանդանիլ։ Եթե այս պատկերին նայեք, մեկ կողմը ծորեններն են, մյուս կողմը որոմները շատ ալ դարբերություն չունին իրարն է։ Եվ այս որոմները, որ ցամվեցան գսե, չարամդությամբ եղավ, թշնամին մասնավոր ծրագրված կորզմներ որրավ, որբեսի ինչն է հողակորձին ծորենին հունցկը ավրե։ Ինքը շահճուներ մեջ են, բայց ուզեց վնաս սասնել հողակորձին ցանած ծորեններուն, որ այս որոմները գրնային ընել։ Եվ հատկությունը գա որոմներուն, որ որոմները, երբ որ ծորեններուն հետ խառնվին, ծորեններուն վնաս կհասնեն։ Նախ ավելի ջուրը կքաշեն, ավելի հողին սնունդը իրենք կքաշեն եւ հիվանդություն կդան ծորեններուն, որովհետեւ ծորենները չգարնան լավ աճիլ։ Երբ որ գսե այս հողակորձին ծառաները դեսան թե ինչ բադահած էր, դեսան թե որոմներ ցամված էին ծորենին մեջ, եկան իրենց դիրոջսին թե արդյոք կարելի էր որ որոմները քաշեին the tears եւ իրենց դերը սա որ ոչ հիմա մի քաշեք, որովհետեւ դժվար է զանազանել որոմը ծորենեն երբ գաջին, բայց դեմը պիտի հասնի որ հայտնի պիտի լա եւ այն ադեն պիտի զադվին սավ ծորենները որոմները պիտի գաբվին, հունցկի ադենը պիտի քաշեք սավ խուրց գաբերով գրագը պիտի ցկեք եւ ադիգա պիտի լա որոմներում վերջը եւ ծորենները ամփարը պիտի մտնեն, այսինքն Աստծո թագավորությունը, Աստծո դունը։ Եվ այսօր բացատրությունը մենք կտեսնենք Մատթեոս 13:36-42-ի մեջ, որ անոր վրա շատ պիտի չի ծանրանամ, այս արագը ինքնին շատ դժվար չէ հասկանալ, բայց շատ կարևոր նշանակություններ կան, որոնց մեջ երեքը այսօր գուզեմ ծեր ուշադրության անցնել, որբեսի անդրադառնանք մեր կյանքի վիճակներուն։ Երեք բաներ կան, որ կկատարվին այս արագի մեջը, առաջին ցանելն է, երկրորդը գցամվի թե ծորեն, թե որոմ, երկրորդ բաժնի մեջ կտեսնենք գաջին եւ երրորդ մասի մեջ կտեսնենք որ գքաղվին թե որոմը եւ թե ծորենը։
նախնայինք ծորեններու ցանելուն։ 37-րդ համարի մեջ կսե թե Հիսուս է հողակորձը։ Եվ հաջորդ համարի մեջ կխոսի ծորեններու մասին եւ կսե ծորեններն ալ հավատացյալներն են։ Ծորեններ եւ քրիստոնյաները իրարու հետ շատ հասարակ բաներ ունին։ Երեք կարևոր դասեր, որ մեզի կրնան օգտագործել, առաջին ծորենը շատ խորունկ արմատներ չունենար հողի մեջ։ Շատ խորունկ չէր տարիր արմատները, բայց հասակ կնեդե, կբարձրանա հողեն վեր, բարձր հասակ կնեդե եւ այդ ծողունին վրա հասկերը գուքան։ Շատ թյուրությամբ ծորենը գրնաս քաշել, որովհետև արմատները հողի մեջ չէ բռնված։ Եվ այս երկրին չէ խառնված։ Եվ ասիկա ճշմարտությունը մեզ գծում է հավատացյալներուս մասին, որբեսի մենք ալ հավատացյալներ, եթե գոչենք մենք մեզի Աստուծո զավակներ, պետք չէ շատ այս երկրին գապված լանք, որովհետև Հիսուս շատ չանցած պիտի կա, փողը պիտի ընչե, եւ մենք բոլորս որ պատրաստ ենք, պիտի հապշտակվենք այդ փողի ցայնովը։ Եթե մենք գապված ենք այս երկրին, ասել է թե հարց մը ունենք, մեր ծորեն ըլլալու գասկած կա, այս երկրին մեր գապված լալը, կարելի է որ լավ դուներ ունենանք, լավ ինքնաշարժեր ունենանք, բայց չգապվենք անոնց մով չդարվենք, որովհետև անոնց մե ոչ մեկը մենք երկինք պիտի գրնանք տանիլ, ոչ մեկուն մենք պետք պիտի ունենանք, եւ ոչ մեկը պիտի գարոտնանք երկիրը, որովհետև երկինքի մեջ պետք պիտի չունենանք այդ բոլորին, երկինքի մեջ պիտի ըլլա միան այն բաները, որ մենք ըրինք Քրիստոսի համար։ Եվ երկրորդ, երբ որ ծորենը գաջի, մինչ վերի մասը գմեծնա, վարի մասը գսկսի չորնալ։ Եվ ասալ քեղեցիկ պատկեր մնե հավատացյալին հետ կապված, որ մենք երբ որ ծորենի պես գաջինք, վերի բաներուն վրա ավելի գենթանանանք եւ վարի բաներում համար մերնիկ։ Այս աշխարհի բաներում համար մերնիկ։ Գողոսացիս 3:2-ի մեջ Պողոս Արաքյալը գսե. մտածեցեք վերի բաներում մասին, ոչ թե երկրի վրա եղող բաներուն մասին։ Որքան ավելի Աստուծո գմոդենանք, այնքան ավելի աշխարհային բաները մեզի համար մերած գսե, մենք ինչպես Պողոս Արաքյալը գսե։ Եվ երրորդ ծորենը, երբ որ գաջի սիբարեն գմերնի վերեն յանքը գշարնակվի, երբ որ գսե սերդածեն ծորենի հադիգը, ծորենը երբ որ գմեծնա կլուխին վրա հասկեր գուքան, գհասուննա, կլուխը գհասուննա, գսկսի կլուխը վարձրիլ։ Կլուխը գսկսի վարձրիլ։ Եվ ասալ քեղեցիկ պատկեր մնե հավատացյալն համար, որովհետև երբ որ մենք Քրիստոսի համար բդուղներ գսկսենք բերել, մենք ալ պետք է ավելի խոնարհենք եւ ոչ թե հբարդանանք։ Մեր գլուխները, որ բդուղ գսկսին բերել, հաս կբերեն, ծորենի գլուխը հաս կբերե, պետք է որ ձրի եւ խոնարհի Աստուծո առջև։ Հիմա գուքանք որոմներու ցանելուն։ Եվ ինչ են այս որոմները։ 25-րդ համարը գսե թշնամին քիշերադեն գսե եկավ եւ որոմներ ցանեց ծորեններուն մեջ։ Ծորեններու մասին գսե թակավորության որդիներն էին։ Եվ 39-րդ համարի մեջ որոմներու մասին գսե որոմը չարին որդիներն են։ Որոմները չարին որդիներն են։ Այսօր աշխարհի մեջ այնքան խաղապարներ կա, ով Աստուծո կով հավդենականության մեջ պիտի լա, ով երկինք պիտի երթա, մարդիկ շվարած են, որտեղ մինչև նույնիսկ այսօր խաղապարներ կան, որ գսեն իսլամներ եւ քրիստոնյաները նույն Աստուծոին կբաշտեն։
Ասիգա հասարակ հավատ մնե, որ այսօրերս ecumenical շարժումի մեջը գդարածվի եւ ամեն մարդ գսեն թե Աստուծո զավակներն են։ Ոչ։ Ամեն մարդ Աստուծո ստեղծագործությունն է, բայց ոչ ամեն մարդ Աստուծո զավակներն են։ Հիսուս խումբը որ իր կով եկավ, իրենց ասավ «Դուք սատանային ծեր հորը զավակներն եք, սատանային զավակներն եք, ուրեմն սատանային զավակներն ալ կան, այս երկրին վրա երկու ընտանիքներ կան, երկու սերունդներ կան, ոմանք մեկ անգամ ծնած են, ոմանք երկու անգամ ծնած են, անոնք որ երկու անգամ ծնած են, անոնք են որ միան Աստուծո թագավորությունը պետք է մտնե, պետք է Հիսուսը սա մեկը նորեն ծնանի, վերստին ծնանի, եւ այդ վերստին ծնանելու ճամփան միակ Հիսուսն է։ Ներ միտք գրնանսել մեզի, կամ թե գրնանսել որ քաղաքականաբես սխալ եք, politically incorrect, բայց ես գնահնդրեմ որ Սուրբ քրային գերբով շիդագլամ եւ քաղաքական գերբով սխալ, որովհետեւ կարևորը Աստուծո հաճելի ըլլալն է։ Հիմա գանցնենք աջման։ Հիմա այս ցանելու մեջ տեսանք երկու տեսակի զավակներ, որդիներ, Աստուծո որդիներ եւ սատանային որդիները։ Եվ այս երկուքը միասին գաջին այս աշխարհի մեջ, արդին մեջ, աշխարհի մեջ, երկուքը միասին գաջին։ Եվ հետաքրքրական մաս, ինչպես ասի քիչ առաջ, երկուքնա իրարու գնմանին։ Ինչ կսե այս արագը մեզ, ինչ կսորվեցնե։ Վտանգավոր բան մգա այստեղ որ կբադայի, եթե ուշադրություն ունենք, սատանային հարձակումը Աստծո թագավորության վրա այս ցևով կբադայի, որ սատանան ներթափանցումով, infiltration եւ նմանողներ, ընթորինագողներ գծանե եկեղեցի մեջը, imitators. He plants imitators in the church. Անոնք որ գեղձ են, թերևս իրենք ալ չեն գիտեր, որ գեղձ են։ Ուրիշներ ալ չեն գիտեր, թե որ մեկն է գեղձը, բայց սատանան վստահ գիտե, որ մեկն է գեղձը, եւ Աստված գիտե, որ մեկն է գեղձը։ Ասոնք գեղձ շինձու քրիստոնյաներ են։ Եվ Պողոս Արաքյալը երկրորդ Կորինթացիս 11:26-ի մեջ սուտ եղբայրներ գոչե։ Երևակայեցեք, Պողոս Արաքյալը գսե, ասոնք սուտ եղբայրներ են, ասոնք գեղձ են, ասոնք շինձու են, եւ վերջավորության իրենց քույնը մեջտեղ պիտի ելլե։ Միջ այդ գրնան եկեղեցին թունավորել, ինչպես ասի որոմները, ով որ ուդե որոմը գրնա թունավորվիլ։ Այս պատճառով մենք շատ զգուշ ենք մեր եկեղեցի մեջ, երբ որ մեկը գսե, ես գուզեմ այս եկեղեցին անդամ լալ։ Գուզենք նախ վկայությունը գիտնալ այն անցին, թե իրապես փրկված է, իրապես Աստուծո թագավորության ընտանիքին մաս կգազմե։ Այսօր Ամերիկայի մեջ գսվի թե 160 միլիոն անդամներ կան եկեղեցիներու մեջ։ Արդյոք այս 160 միլիոնեն որքանը վերստին ծնած են։ Երանի ամենալ վերստին ծնածը լային։ Ինչ լավ երկիրը պիտի լայինք, Ամերիկան ինչ լավ երկիրը պիտի դառնար։ Բայց նայեցեք, վիճակագրական թիվերը, the statistics, մեզի ուրիշ բան գսեն։ Եթե թիվերուն նայինք, կտեսնենք թե վիժում ունեցողները նույնքան են եկեղեցի մեջ, քան թե եկեղեցին դուրս։ Abortion numbers are the same. Նույնպես ամուսնալուծումները եկեղեցի մեջ 50-100 է, եկեղեցին դուրս 50-100 է։ Ինչ կսասիգա մեզի եկեղեցին մասին։ Արդյոք ամեն եկեղեցի անդամ երկինք պիտի մտնե Աստծո թագավորություն պիտի մտնե, արդյոք ամեն անդամ իրական ծորեն է, թե ոչ որոմ է։ Պատասխանը շատ հստակ է։ Բիլի Գրահամը ասաց է, որ իր ամենամեծ առաքելությունը
իր ամենամեծ թաշտը եկեղեցի անդամներու մեջ է։ Բիլի Գրահամը գսե թե այդ հազարավոր մարդոց մե որ Աստուծո գուքային իր ժողովներու մեջ 70-100-ը եկեղեցի անդամներ էին։ 70-100-ը եկեղեցի անդամներ են։ Ինչ գսե ասիգա այսօր մեզի։ Արդյոք այս արագը շիդագ է, թե ոչ սխալ։ Որոմներ էին ծորեններու հետ խառնված, բայց փրկվեցան, փառքլա Աստծո։ Եվ վերջին մասը գխոսի որոմներու եւ ծորեններու հնցելու մասին։ Հիշենք, որ որոմները ճիշտ գնմանին ծորեններու եւ կաբրին ծորեններու պես իրենց սուրբ գիրքները գտանին հետերնին, գաղութեն, գերքեն եւ նույնիսկ եկեղեցի մեջ կորձեր կդարեն։ Բայց իրենց վստահությունը ինչի վրա է։ Իրենց փրկության վստահությունը արդյոք ինչի վրա է։ Ցավալիորեն շատ անգամներ այս անձիկը կվստահեն իրենց լավ անձեր ըլլալու մասին եւ ոչ թե իրենց մեղքերեն մաքրված ըլլալուն, որ Քրիստոսի արյունով միան գլա, ապաշխարելով, վերստին ծնելով։ Այս անձիկը կվստահեն իրենց եկեղեցի անդամ ըլլալու վրան, կամ իրենց մգրդված ըլլալու մասին, կամ թե գիրակնորիայի ուսուցիչ ըլլալու մասին։ Թերևս աղոտ կա լրին, ապաշխարության աղոտ կա լրին, բայց երբեք չհասկացան, թե ինչ է փրկությունը, որ մեղքերը զիջիլ գա, թարնալ գա, Աստուծո հնազանդիլ գա, Աստուծո պատվիրանները բահել գա։ Հիսուսը ասավ. Ինձի սիրողները անոնք են, որ իմ պատվիրաններս կբահեն։ Եթե ցուն այսօր գհավադաս, որ փրկված ես, հավատացյալ ես, բայց Աստուծո պատվիրանները չես կատարեր, անգամ հարցակնե ցուն քեզի, արդյոք ծորեն ես, թե որոմ ես։ Այս անձիկը երբեք փրկության հավատքը կարելի է որ հասկացած չլան եւ ապաշխարությունին Փերանացի խոսքեր եղած լան։ Դու գիտես, որ այսօր վերստին ծնած ես։ Ինձ չի արդադելու, թե ով վերստին ծնած է կամ ով վերստին ծնած չէ։ Եթե այսօր քու մտքիդ մեջ ոչ մեկ կասկած գա, որ իրապես դու վերստին ծնած ես, Փիլիպպեցիս 2:12-ի մեջ, ինչպես Պողոս Արաքյալը գտե կործատրեցեք ձեր փրկությունը ահով ու թողով։ Դու քեզի քնե, արդյոք ուր գտնվիս հավատքի մեջ։ Չեմ ուզեր մեկումը վախցնել, վախցնելով մեկը չի շտկվիր, որովհետև հիմա գվախնա, վաղը չի վախնար, նույն բանին ետ կդառնա։ Բայց այս արագը մեզի մեծ ճշմարտություններ գխոսի սիրելներ, մեր հավատքին մասին, մեր կարելիության, որ գրնա գեղձլալ մեր հավատքը։ Եթե այսօր ցուն վստահություն ունիս փրկության, ով եմ ես, որ քեզի ասեմ, որ գասկածին փրկության վրա, բայց անոր հագարակն էլ, եթե ցուն գասկած ունիս փրկության վրա, ով եմ ես, որ քեզի վստահեցնեմ, որ ցուն փրկված ես։ Ինչպես կարդացինք, հնցանը բիդիկա իր սուր մանկաղով քաղելու ամեն ձլած ըլլադիգա որոմներ, ըլլադիգա ծորեններ։ Ժամանակը մոդ է, Հիսուսի քալուստը շատ մոդ է։ Շատ ժամանակ չունենք, հունցկը մոդալուդ է, it's imminent։ Երբ որ հունցկը բադահի, թուն որ գաբերում մեջ բիդելաս, որոմներու գաբերում մեջ, ոչ թե ծորեններու գաբերում մեջ։ Եվ այսօր ուշ չէ, որ եթե գասկած ունիս, որ թուն ծորեն չես, գարելի է, որ այդ քայլը առնես, որբեսի ծորեն թարնաս, որդե միան ծորեններն են, որ Աստուծո ամփարը պիտի մտնեն։ Վստահ եղիր, որ այսօր թուն վերստին ծնած ես, մինչ ժամանակ կա եւ եղիր ծորենը եւ ոչ թե որոմը։ Դեր օրհնի բոլորիդ։